Բարձրացակ կառավարություն ձեզ ընդունեցին, Կառավարության ներկայացուցիչը եկավ բանակցությունների, ես սկզբանե ոստիկանության ներկայացուցիչին խնդրել եմ, որ փոխանցի, որ փակ հանդիպման ես չեմ գնալու, եւ վստահության խնդիր կա եւ բացի դրանից հանրության առջեւ պատասխանատվության խնդիր կա լրագրողների ներկայությամբ էի։ Իրենց ներկայացուցիչը եկավ ընդունելության բաժին, ասաց, որ իրենք միայն շփվելու են գրավոր ճանապարհով, իմ ներկայացրած պահանջները փորձեց կապել ազատության հրապարակում գոյություն ունեցող պահանջների հետ։ Ես ասացի, որ ձեր ֆիդբեքերը ինչ որ եկել է անմիջապես ազատության հրապարակից, հանձինս նրա, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի մակարդակով արցախցիների մսացու եք անվանում քաղաքական, չգիտեմ, Արսեն Թորոսյանի մակարդակով ատելություն եք տարածում արցախցիների նկատմամբ, սոցիալ-նախարարը դուրս է գալիս, ասում է ոչ մի ծրագրի շարունակություն չի լինելու, այսինքն եթե քննարկումներ ա գնում, ինչպես է ստացվում, որ կառավարության ներկայացուցիչները դուրս են գալիս, ասում են քննարկելու բան չկա։ Հիմա դուք ասում եք, որ մի շաբաթ պետք է անցնի, մի շաբաթից հասկանանք, տեսնենք ինչ եք անում։ Ձեր ներկայացուցիչը պատրաստակամություն ունի, գա այն հարցադրումներին պատասխանել, ինչ որ ես ունեմ։ Օրինակ ես համոզմունք ունեմ, որ այս մի օր Հայաստանի Հանրապետության իշխանությունը դուրս է գալու, ասի Արցախում ոչ մի էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Սա այն ներկայացրած պահանջների հետ կապ չունի։ Եկել եմ ստեղ հարցնեմ ձեզ, կարող է գա այդ օրը, որ դուք դուրս գաք, ասեք, սա լավ է, ամեն ինչ հրաշք տեղի է ունեցել, ոչ մի էթնիկ զտում չի եղել, չգիտեմ, այնտեղ էլ այդ պատմամշակութային ժառանգության հետ խնդիր չունենք, ինչ ուզում են թող անեն, թող բուլդոզերները գցեն, քանդեն, մենք դրա հետ օքեյ ենք, մենք ոչ մի խնդիր չունենք։ Կարող է գա այդ օրն էլ, որ դրա առաջ էլ կանգնենք։ Դե ասма դա բանի այդ շարունակական հետևանքներ կարա լինի, դա մի բան չի, դա հետագայում այդ պատասխանները կգան, այդ պատասխաններից հետո կհասկանաք ինչ գործողություններ է լինում։ Նոր ես բան չեմ, ու հետաքրքիրը որն ասում, ես սոցցանցերին չեմ հետևում, ես տեղիք չեմ լսել, որ Նարեկ Մկրտչյանը այդպիսի բան ասել, ասեցի ձեր դիրքորոշումը իմ համար պարզ է, դրանից նեղանում ասում, ինչ ես ասում, իմ դիրքորոշումը ողջամիտ է։ Ասում եմ, դե եթե դուք եկել եք այստեղ իմ հետ բանակցելու, որ մարդիկ գալիս են այստեղ չեն գալիս, ես դες ասում եմ, որ իմ ընդունելի տարբերակը ձեր հետ խոսալու է սա։ Այսինքն ուրիշ տարբերակ քաղաքական պայքարի ես մարդկանց հետ չկա։ Այսինքն ամեն անգամ մի 5000, 10000 մարդ, թեկուզ 20000 մարդ հանում են փողոց, պարը հանում են մարդկանց, հարմարեցնում են, թողում են գնում են, եւ ինքը ամեն օր ավելի ուժեղ է դառնում։ Դրա համար քաղաքական, այսպես, քաղաքական պարտիզանական պայքար, էդ է։ Ուրիշ տարբերակ 3 օրվա մեջ իմ հայտարարություն տալուց հետո երևի մի 50 հոգի մարդ այն զանգել, հարցնում են, ասում են, այս ամեն ինչի հետևում ով է կանգնած։ Որից ես ավելի շատ եմ խելագարվում, քան թե, այսինքն մեր ժողովրդի մեջ ընկալում կա, որ նման պրոցեսների հետևում պարտադիր ինչ որ ուժեր պետք է կանգնած լինեն, այսինքն հայկական ծագում ունեցող ոչ մի քաղաքական գործընթաց այստեղ տեղի չպետք է ունենա, էլի, այսինքն։ Ովքեր են այդ հարցնող արցախցիներ թե այստեղի։ Տարբեր եւ Արցախ, այսինքն ես մարդկանց չեմ մեղադրում, ինչու է այդ հարցադրումը իրանց մոտ առաջանում։ Այնքան այդպես եղել է, այս վստահության այնպիսի լրջագույն խնդիր կա, որ մարդիկ այդպես են ընկալում եւ այդպես են տեսնում։ Ստացվել է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, 10 անգամ, երբ տեսնում ես, որ դա այդպես է լինում, սկսում ես ընկալել, որ ամեն ինչ այդպես պետք է լինի, էլի։ Հիմա 40+1-ն է հիմնական խնդիրը, որ ուզում եք բանակցել իրենց հետ։ Երկու բան կար, որոնց մասին որ խոս պետք է գնար, մեկը սոցիալական ծրագրերի շարունակություն այնքան ժամանակ միջև որ բնակարանային հարցը լուծվի, եւ երկրորդը երաշխիքներ, որ արցախցիների իրավունքներից չեն հրաժարվել, որից մի երկուսը ես դες ասեցի ինչ իրավունքների մասին։ Հիմա այդ դեղի ներկայացուցիչը հստակ ինձ ասաց, որ այդ մարդը կոնկրետ այդ հարցերով նույնիսկ ինքը տեղյակ չէ կառավարության նիստի ժամանակ քննարկում լինելու է դրա վերաբերյալ թե չէ։ Ես իրեն չեմ մեղադրում, իր հետ նորմալ է, այսինքն այդ մարդը չի էլի, որ պետք է իմ հարցադրումների պատասխանը տար։ Իրեն ասել են գնա հանդիպի, հանդիպել է։ Բայց խաղաղության պայմանագրի 17 կետից ընդամենը 2 կետին ենք ծանոթ հանրությունը, ու դրանցից մեկը հենց հայտերի հետ քաշումն է։ Այս մասով ձեր ասածը ու եթե օրինակ ստորագրվի, իրար հակասում են, էլի։ Դե դրա համար էլ ասում եմ, էլի, եկել եմ ստեղ հասկանամ, տեսեմ։ Կարող է ստացվի այնպես, որ վաղը մյուս օր դուք ասեք, որ էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Հիմա լավ, մեկը գնաց ստորագրեց, որ բանա, ես խաղաղության պայմանագիր եմ ստորագրում։ 150,000 մարդու առանց տուն, առանց տեղ են թողել 8 ամիս շարունակ
տեղեկատվական, քաղաքական եւ մնացած տերրոր են իրականացել։ Մի օրում վերջ, ասելու ենք լավ է, օքեյ է։ Ուզում եմ հասկանալ, դրան էլ են պատրաստ գնալ, թե չէ, որովհետեւ երբ որ խոսում են միջազգային դատարաններից հայտերի հետ քաշում, դրա հետ մեկտեղ իրենք նաեւ հայտարարություններում ասում են տեղի է ունեցել էթնիկ զտում։ Հենց այդ եմ ուզում հասկանամ, տենամ վաղը մյուս օր դրանից էլ են հրաժարվելու, էդ էլ չեն ասել։ Ստորագրվի խաղաղության պայմանները։ Դե կա ուզում եմ իրենք ըստ էության գան կանգնեն, ասեն, որ այո, եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, մենք ասելու ենք, որ Արցախի հանրապետությունում էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Շո հասկանանք ում հետ գործ ունենք, էլի։ Ում հետ եք ուզում օրինակ զրուցեք այստեղ։ Հիմա ոչ մեկի։ Հիմա ոչ մեկի։ Հիմա մար տարբերություն չկար, այստեղ խնդիրը էր, որպեսզի կառավարության կոմպետենտ ներկայացուցիչը գա եւ մեր հարցերին պատասխանի։ Կարող լիներ եւ, չգիտեմ, կառավարության աշխատակազմի ղեկավարը կարող էր լինել։ Մարդը որ չի կանգնելու, ասի ես տեղյակ չեմ այդ ամեն ինչից, ով որ իր խոսքի համար պատասխան էր տալու։ Ամբողջ հարցը դա էր, որ կառավարության այնպիսի ներկայացուցիչ, որ իր վիճակից տեղյակ է եւ իր խոսքը որպես պաշտոնական խոսք ընկալվելու է։ Մեկ էլ այդ 40+10-ի հետ կապված, ասում են, եթե դա վերջանա, օրինակ հարցազրույցներ կան, ուրեմն կգնան կործանման ու արտագաղթ կսկսվի։ Տվյալներ ունեք, օրինակ ինչ մակարդակում, քանի հոգի արտագաղթել եւ այլն։ Դե ըստ պաշտոնական տեղեկության ինչ որ ներկայացրած է, այս պահին ոնց 14000 մարդ սահմանը հատել է։ Բայց այն որ այդ 40+10 ծրագիրը դադարեցվի հաստատ դեպի դրան բան է լինելու, ավելի մեծ հոսք է լինելու այդ հաստատ է։ Թե ինչքան կլինի դա արդեն չեմ կարող ասել։ Միանշանակ հոսք լինելու է։ Ինչ եք պատրաստվում անեք, պլան B ունեք, թե էլի նիստերի ժամանակ գալու եք կառավարություն։ Պլան B-ն ես ասեցի, քաղաքական պարտիզանական պայքար։ Եթե այսօր այս պահին այստեղ 3000 հոգի մարդ լիներ, լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ, լրիվ ուրիշ բաներ կարող ենք ստիպել, որպեսզի կարող ենք ստիպել, որ իջներ այս հարցերի պատասխանը տար։ Բայց չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես մարդկանց չեմ մեղադրում, վստահության խնդիր կա այս պահին այսօր էս է իրականությունը, ըստ գոյություն ունեցող իրականության եւ գոյություն ունեցող պարամետրերի պետք է շարժվել, չերկնչել, չմտածել, որ վայ, որ այսպես է ուրեմն չի ստացվելու։ Աշխարհում բոլոր հաջող process-ները սկսվել են 5 հոգուց, 6 հոգուց, այնպես չի որ միանգամից այդպես հազարներով հավաքվել են։ Դա բնական է, ես ներքին համոզմունք ունեմ, որ միջև վերջ պայքարող յուրաքանչյուր անհատ վերջում միշտ էլ հաջողություն ունենում է։ Ես առնվազն այդ համոզմունքը ունեմ, որ միջև վերջ գնալու եմ, կտեսնենք էլի ժամանակը ցույց կտա ով ինչի է ընդունակ։ Նոր զրուցում էինք արցախցիների հետ ու մեծ մասը ում հետ որ զրուցեցինք ամեն դեպքում նշում էին, որ իրենց լավ լինելը կախված է այս իշխանություններից, եթե այս իշխանությունները հեռանան, ուրեմն իրենց հարցերը կարող է սկսել լուծում ստանալ, դուք այդպես կարծում։ Տեսեք, այս իշխանության հեռացումը պարտադիր պայման է, բայց ինք դրան այնպես ասենք, որ վաղը մյուս օր Նիկոլ Փաշինյանը հեռանա ամեն ինչ լավ լինելու, այդպես չի։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, գա Նիկոլ Փաշինյանից բեթարը ավելի վատ կարա լինի։ Խնդիրը նրա մեջ է, որ գոյություն ունեցող այլընտրանքը այն ինչ որ պետք է լինի, ինքը պետք է հայկական շահերը ներկայացնի։ Հայաստանի Հանրապետության շահերը պիտի ներկայացնի։ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում այս պահին արցախցիների Հայաստանում ապրելը։ Դրա համար երբ որ եկել ենք այստեղ կոնկրետ մեր կողմից հստակ երկու առաջարկ է եղել, խոսքը հենց ստեղ մնալու համար էր։ Ինչ մնացած առաջարկների մասին չեմ խոսում։ Մեկը եղել է այն, որ կոմպակտ բնակության տարբերակով գնացեք ժողովուրդ, քաղաքային բնակչությանը քաղաքում տուն տվեք, գյուղական բնակչությանը գյուղում, բայց պայմանով, որ գյուղական բնակչության բիզնեսն էլ եք հետը տալու։ Պետք չի այնքան այդ ողջ ֆինանսականը կենտրոնացնել կառավարության։ Լիզինգային ծրագրեր գոյություն ունեն, վարկային հարմար պայմաններ գոյություն ունեն, եկամտից հենց անմիջապես եկամտից բազմաթիվ տեխնոլոգիաներ կան այդ ճանապարհով գնալու։ Այս ճանապարհով գնացեք։ Առաջարկը եղել, որ 12000 զինվորական կա, որոնց մի մասը աշխարհազորայիններ են, մի մասը ԱԱԾ-ականներ են, մի մասը ներքին գործերի նախարարության աշխարհազորայիններ են, որպեսզի այդ մարդկանց ինտեգրեն Հայաստանի Հանրապետության համապատասխան ուժային կառույցներ, ինտեգրեն ըստ ստորաբաժանումների, այլ ոչ թե առանձին անհատների։ Այդ առաջարկն էլ նույնպես մերժվել է։ Արձակը չեմ ասեմ մերժվել է, այսինքն մարդիկ ինչ են ասում, մարդիկ քաղաքական վախեր ունեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի հիմնական բանը այն է, որ հանկարծ ինչ-որ մի հատ իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, արցախցիները դուրս գան մի process-ի, որը ի սկզբանե անկառավարելի է, այդ դրանից ինքը շատ-շատ վախենում է։
Մնացած ամեն ինչ որ կառավարելի կարող է լինել, կարելի է ազդեցություն ունենալ, նման պայմաններում միակ իրավիճակը այն է, որ պետք է քաղաքական պարտիզանական պայքար մղել, որպեսզի ինքը չհասցնի պաշտպանողական ռեակցիաների իր միացնել։ Շատերը նշում են, որ նաև նա արցախցիներից վախենում է 2026 թվականի ընտրություններից ընդառաջ, որտեղ ասում է արցախցիները իր կոկորտին են, այսպես ասած, ընտրություններից առաջ ու արցախցիներն են խնդիր լինելու, որ ինքը չվերընտրվի։ Կիսում եք։ Ինքը դա տեղեկատվական հնարք է անում, որպեսզի էլի արցախցիների հանդեպ ատելությունը խորացնի։ Իհարկե արցախցիները ես բազմաթիվ անգամներ կոչով դիմել եմ արցախցիներին, գնացեք քաղաքացիություն ստացեք։ Քաղաքացիություն ստանալը եւ ընտրելու իրավունք ունենալը միանշանակ ազդեցության գործիք է եւ սրանով կարելի է ազդել, բայց առանց հայաստանյան հանրության հետ սիներգիայի շրջանակներում, միասնական օրակարգի շրջանակներում ոչ արցախցիներն են հաջողելու, ոչ սյունեցիներն են հաջողելու, ոչ էլ տավուշեցիներն են հաջողելու, որտեւ ես դրա առաջին օրինակը իր այդպես ուժի տեսել եմ տավուշի դեպքերի ժամանակ, երբ որ Բագրատաշենում, երբ որ էլի մենք ասել ենք, որ ժողովուրդ իրանցում ճանապարհ փակել պետք չի, իրանցում ճանապարհ փակելով դուք ամեն ինչ անում եք, որպեսզի այնտեղ թուրքերը հանգիստ իրենց գործերը անեն։ Մենք գնացել Բագրատաշենում ենք միջպետական ճանապարհը փակել ու մեր հետ ինչ են արել։ Մինչև հիմա մեր տեղերից մարդկա քրեական գործը դեռևս շարունակվում է։ Ինչ ասեմ, այսինքն մենք հարցել այդ այլ ընտրանքը ո՞րն է լինելու, դուք նշում եք այլ ընտրանքի մասին, դուք տեսնում եք խելամիտ ու ուժամիտ այդ այլ ընտրանքի տարբերակը։ ինչի այլ ընտրանք։ Նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալով չի, որ հարցը լուծվելու է, պետք է լինի նորմալ այլ ընտրանք։ Այդ այլ ընտրանքը ո՞րն է լինելու։ Տեսեք, դա իրական մի բավականին մեծ ծավալուն հարց եք տալիս, թե ինչ եք պատկերացնում այլ ընտրանք ասելու։ Այսպես կարճ փորձեմ ասել այն, ինչ որ ես եմ պատկերացնում, քաղաքական համախմբման մոդելը, որպեսզի կարողանանք մեծ ներգրավվածություն ապահովել, սա այն խմբից, որը ձևավորվելու է, որոշումների կայացումների ընտրության սկզբունքի վրա պետք է ամեն ինչ լինի։ 100 հոգի լինենք, մեր հետագա գործողությունների համակարգողները անգամ պետք է ընտրովի լինեն։ Ծրագիր լինի, որը որ պետք է մենք հաստատենք, ելի պետք է ընտրությամբ լինի, որպեսզի անձնական ամբիցիաները գործին չխանգարեն։ Ես պատկերացնում եմ քաղաքական միավոր, քաղաքական շարժում, որը ունենալու ընդգրկուն շրջանակ, չի ասելու, որ այս մի խումբը չկա, բոլորին հնարավորություն տաս մրցակցել, բնական ճանապարհով առաջնորդներ ընտրել, ծրագրի անվտանգության հայեցակարգեր ունենալ։ Հիմա ես առանձին օրինակ իմ բնույթով ավելի սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կողմնակից եմ, որոշակի պատկերացումներ ունեմ, բայց մի երկու ժամ պետք է խոսեմ, որ ինչպիսի լուծումներ եմ ես պատկերացնում, դրանք մի քիչ ավելի ապագային վերաբերվող հարցեր են, էլի։ Այն որ հաստատ այն մոդելը ինչ որ կա, սա որևէ մոդել չի, սա կոլաբորանտների իշխանությունն է։ Այսինքն ադրբեջանցիք թուրքերը ինչ որ մի բան են ուզում, իրանք այդ ուզածը սկզբից տեղավորցնելու են, որ մենք չենք զիջելու, մի երկու ամսից գալիս են ասում են, ինչ անենք, այդպես ստացվեց։ Հետո հասարակությունը ընդունում է, նույնիսկ եթե ոչ գիտակցական մակարդակում, այսինքն նույն Արցախի կորուստը հիմա ընդունել ենք, որ Արցախը կորցրել ենք։ Ընդունում է, որովհետև քաղաքական էլիտաները, խավը, ովքեր որ անկախական ուղղվածության մեջ չի ինքնակազմակերպվում, չի դիմադրություն ցույց չի տալիս։ Դրա համար էլ ընդունում է։ Հասարակ մարդկանցից ինչ եք ուզում։ Սովորական ժողովրդին ես ոչ մի ձև չեմ մեղադրում։ Երբևիցե որևէ հասարակության մեջ հասարակ ժողովուրդը ինքնուրույն սпасել, որ այդ մարդիկ պետք է ինչ-որ process անի, իհարկե ոչ։ Անվստահության մթնոլորտ է բացարձակ։ Հազար ու մի քաղաքական շարժումներ են դուրս գալիս, ինչ ասես գալիս խոսում են, հետո մտնում են Նիկոլի տակ։ Կամ այնպեսի ինչ-որ մի կարևոր իրադարձությունների ժամանակ այնպեսի դիրքավորում են բռնում։ Հիմա լավ, օրինակ բերեմ ձեզ, որպեսզի հասկանաք։ Օրինակ Արցախի լուծարման փաստաթղթի մասին երբ որ խոսակցություն ա գնացել։ Հունվարի 1-ին ա եղել այդ փաստաթղթի, որ ադրբեջանական կողմը այստեղ տեղափոխվելուց հետո չեղարկման փաստաթուղթ չի հրապարակվել։ Դուք տեսել եք հայաստանյան քաղաքական էլիտայի որևէ ներկայացուցիչ, որը դուրս է եկել, ասել է՝ «Խիչ եք չեղարկում»։ Առավոտից իրգուն Արցախ են ասում։ Իսկ ադրբեջանցիները ամսի 1-ից տեղեկատվական մակարդակում ցույց են տվել, որ էսա տեսեք ամսի 1-ից այլևս ու կերցրել են աշխարհին, Այսինքն եթե իրենք տեղեկատվական մակարդակում դա անում են, հիմա ադրբեջանական կողմը պետք է $1 միլիարդ փող ծախսեր, որ այդպիսի իրականություն ունենար, որ Հայաստանի ներսում Արցախի հայաստանցի դիսկուրսը այսպիսի բան ունենա։ Ես փաստով եմ ասում, համեմատականություն տանելով, մի 6 ամիս առաջ Ադրբեջանում ձերբակալվել եւ ազգային դավաճանության հոդվածով
ազգությամբ թալիշ մի երիտասարդ է բռնվել, որը ընդհանրապես թալիշների մասին մշակութային բաներ էր նկարում, որ մշակութային ինչ տարբերություններ կա իրենց եւ Ադրբեջանի։ Քաղաքական որևէ բան չկար է, բայց այսինքն զուտ միայն այն հանգամանքը, որ սա կարար ենթադրեր մի քանի քայլ հետո ուրիշ բաներ, մարդիկ սա անցալել են որպես ազգային անվտանգության խնդիր, այդ մարդուն դահաճանության համար դատել են։ Իսկ մեր մոտ ընդհակառակը դուրս են գալիս ասում են բան, Ղարաբաղցիները եւ ասք Ղարաբաղցիներին եւ զոմբիներին հարություն մկրտչանք այսպեսի ստատուս է գրում։ 2 օր հետո տեսնում ենք իրեն հայկական ժամանակի առաջին էջերում բան հարցազրույցներ տալուց։ Ուրեմն այդպես է էլի, ասում են ապրես, ճիշտ տղա ես, շարունակի նույն ձև։ Դրան ազգանունը Արամայիս Աղաբեկյան։ կազմակերպիչ։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես։